Անցաչափահատվա կարևոր իրադարձությունների ամփոփմամբ եթերում անդրադարձ լրատվականն է, բարև ձեզ, նախ առաջարկում եմ ծանոթանալ մեր այսօրվա թողարկմանը տեղ գտած նորությունների գլխագրերին։ Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն էր, տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի սահմանադրական մշակույթ, պատմության դասերը և ժամանակի մարտահրավերը գրքի շնորհանդեսը։ Ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը հակադարձում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Իրականում ընտրություններ չկան, որ նույն մարդիկ հաղթում են, մեկ հանդես են գալիս նախագահի կարգավիճակով, մեկ հանդես են գալիս ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի կարգավիճակով։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Վանաձոր քաղաքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը պատրաստվում է ներկայանալ ուժեղ թիմով և ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը։ Քաղաքական ուժերի մեծամասնությունը մտադիր է մասնակցել աշնանը Գյումրիում և Վանաձորում կայանալիք թիմ ընտրություններին։ Մի քանի օր անց կհրապարակվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վանաձորի տարածքային վարչության նախագահի թեկնածուի անունը։ Շատ կարևոր է, թե ովքեր են այդ ներկայացնում այդ գաղափարախոսությունը։ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակում է բակային հանդիպումները։ Տաշիր բարեգործական հիմնադրամը սննդամթերք է տրամադրել Վանաձորի բոլոր 20 նախակրթական ուսումնական հաստատություններին։ Լոռու մարզպետարանի դահլիճում նշվել է համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյակը։ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում կայացել է Եղիազար Մուրատյանի երկերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը կազմակերպության մարզասրահում կայացած Սև գոտի առաջին դանի քննությունը հաջողությամբ են պսակել 4 սաներ։ Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն էր, տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում։ Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով։ Սահմանադրական վերջի բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները։ Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ ու ավելի ուժեղ։ Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական և քաղաքական գործողությունների նկատմամբ։ Կրկին շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ մաղթում եմ, որ ապրենք և աշխատենք մեր հիմնական օրենքի տառին ու ոգուն համապատասխան։ Հայաստանի Հանրապետության նախագահը երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը։ Օրվա առթիվ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի սահմանադրական մշակույթ, պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Շարունակելով թեման Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ, հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության օրվա շնորհավորական ուղերձում։ Ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը հակադարձում են, մանրամասները տեսանյութում են։ Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ, հայտարարում է Սերժ Սարգսյանը Սահմանադրության օրվա շնորհավորական ուղերձում։ Սահմանադրական վերջին բարեփոխումները նախագահի համոզմամբ ևս մեկ անգամ հաստատեցին ինքնիշխան ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը։ Ոչ այլ ինչ էր, քան ավտորիտար իշխանության ամրապնդում։ Անունը կդրեն պարլամենտական համակարգի անցում, ժողովրդավարության խորացում, բայց բոլորն էլ մեր երկրում գիտեն, որ իրականում ընտրություններ չկան, որ նույն մարդիկ հաղթում են, մեկ հանդես են գալիս նախագահի կարգավիճակով, մեկ հանդես են գալիս ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի կարգավիճակով։ Դե գիտեք, կարող է ամեն ինչ ասել, նայել մարդկանց աչքերին, անընդհատ ստել, դա իր բնույթն է։
Չէ՞ որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան քաղաքական հայացքների համար բանտախցում քաղաքացիներ, որտեղ հայրենիքի տարածքային ամբողջականությունը խախտված է եւ մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում չկան ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն։ Մենք այս ամենը հասկանում, գիտակցում ենք եւ ամեն օր ունեզրկվում ենք, ամեն օր մենք զրկվում ենք մեր հայրենակիցներից, նրանք արտագաղթում են։ Խորհրդանի ղեկավարը եւս դեկտեմբերի 6-ին կյանքի կոչված փոփոխություններն է մատնանշել իր ուղերձում։ Գալուստ Սահակյանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ավելի լայն իրացում է տեսնում։ Ընդդիմադիրները գիտեն ինչու է գործող իշխանությունն այսչափ գոհ նոր սահմանադրությունից։ Սիրում է այն, ինչ որ իրեն համար հնարավորություն է ընձեռնում շարունակել ոչ թե ժողովրդավարել, այլ պաշտոնավարել։ Նրա խնդիրը այսօր ոչ թե մարդու իրավունքների հարգումն է, սոցիալական պետության ստեղծումն է, մեր ազգային շահը հետապնդելն է, այլ նա խնդիրն է ամեն ինչ անել, կառչել, որպեսզի լինել թիվ 1 պաշտոնյան Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ դարձնելով Ռուսաստանի Դաշնության գուբերնիա, պաշտոնավարել որպես գուբերնատոր։ Երբ որ նպատակը սեփական իշխանության երկարացումն է, որոնց շրջանցելով սահմանադրական արգելքները, բնականաբար այլ բան չի մնում, քան դա մատուցել հասարակությանը իբրև ժողովրդավարության խորացում, չգիտեմ, ընդդիմության իրավունքների լայնացում։ Օրացույցում հուլիսի 5-ը ոչ աշխատանքային է, տոնական, բայց Զարուհի Փոստանջյանը չի կարծում, թե օրվա հասցեատերերը միմյանց շնորհավորելու առիթ ունեն։ Եթե այսօրը իրապես տոն լիներ մեզանում, ապա մենք կարող էինք օգտվել այս տոնի ընձեռնված հնարավորություններից, այսինքն մայր օրենքը պետք է մեզ թույլատրեր, որպեսզի մենք ապրեինք ազատ եւ հնարավորությունների Հայաստանում։ Թղթի վրա լինելով նա կիրառական նշանակություն չի ունեցել մեր կյանքում։ Լևոն Զուրաբյանի մոտ հակասական տրամադրություններ է առաջացնում տոնական այս օրը։ Այո, անկախության կարևոր ինստիտուտներից մեկը սահմանադրությունը ձեռք բերվեց, բայց ինչ է մնացել 2 տասնամյակ անց։ Քաղաքական վերնախավը հաղթանակ տարավ սահմանության նկատմամբ, ու թեև ֆորմալ մենք այսօր տոնում ենք հուլիսի 5-ի մեր առաջին սահմանության ընդունման տոնը, այդ սահմանությունից ոչ մի բան չի մնացել։ Երբ որ քաղաքական վերնախավը սկսում է իրեն սահմանությունից վեր տասել, եւ սահմանությունը փոխում է իր նպատակների, իր իշխանամոլության համաչափ։ 10 տարի մեկ սահմանություն ենք փոխում, ամեն մի նոր իշխանությունը սահմանություն է փոխում եւ նպատակը միայն այն է, որ փորձի սազեցնել սահմանությունը իր իշխանության նպատակներին։ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված այս կարևորագույն փաստաթուղթը 2 տասնամյակների ընթացքում 2 անգամ փոփոխության է ենթարկվել։ Առաջին անգամ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդ անգամ վերջերս 2015 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Քիչ չեն կարծիքներ, որ նույնիսկ 2 անգամ բարեփոխված հիմնական օրենքի բազմաթիվ դրույթներ այսօր կյանքի չեն կոչվում, մնալով թղթի վրա։ Մեր սահմանադրական հանրաքվեները տեսաշարը ներկայացնում է Ամեկ+-ի իմ գործընկերը։ 1995-ի հուլիսի 5-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրության հանրաքվեում քաղաքացիներից պահանջվում էր նույն պատասխանը, ինչ Հայաստանի անկախության հանրաքվեի ժամանակ՝ այո կամ ոչ։ Նախագիծը քվեարկության էր դրվել հետևյալ հարցադրումով՝ համաձայն եք ընդունել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Առաջին սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության առաջին գլուխն էր, նշանակում եւ ազատում էր վարչապետին, արձակում էր խորհրդարանը, նշանակում էր սահմանադրական դատարանի անդամներին ու նախագահին, գլխավոր դատախազին, բոլոր ատյանների դատավորներին եւ դատարանների նախագահներին։ Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը ավելին էր 2 միլիոն 100 հազարից։ Քվեարկությանը մասնակցեց 1 միլիոն 200 հազարը, որից 828 հազարը քվեարկեց կողմ, այսինքն այո ասեց առաջին սահմանադրությանը։ ԿՀ ընդդիմադիր անդամները հրաժարվում են ստորագրել հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, ըստ նրանց սահմանադրությունն ընդունվել էր խախտումներով։ Սահմանադրությունը շրջանառության մեջ մտավ առանց փողոցային ցնցումների, 1998-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինած
Ռոբերտ Քոչարյանը խոստացավ փոխել իր նախորդի օրոք ընդունված սահմանադրությունը։ 2003-ի մայիսի 25-ին ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանրաքվեին մասնակցեց 1,216,000 ընտրող։ Հանրաքվեն համարվեց տապալված, քանի որ այն քիչ էր ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի 1/3-ից։ Ռոբերտ Քոչարյանը չնահանջեց։ 2 տարի հետո նոյեմբերի 27-ին նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների նոր հանրաքվե եւ քվեարկողների տոտալ բացակայության պայմաններում անձամբ ընդունված համարեց իր սահմանադրությունը։ Ըստ ԿՀՀ-ի քվեարկությանը մասնակցել էր հանրապետության բնակչության ուղիղ կեսը 1,514,000 մարդ։ Նրանցից ընդամենը 100,000-ն էր դեմ եղել փոփոխություններին։ 4-րդ հանրաքվեն տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանին հաջորդած Սերժ Սարգսյանի օրոք։ Վերջինիս չհերիքեց իր նախորդի ագահությունը փոփոխություններին կողմ քվեարկողների թիվը 1 միլիոնի հասցնելու առումով։ Ավելին, այս անգամ ընդդիմությունը ժողովրդին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել եւ դեմ քվեարկել նախագահական համակարգից խորհրդարանական կառավարմանն անցնելուն ուղղված նախագծին։ ԿՀՀ-ի տվյալներով նախագծին կողմ արտահայտվեց 825,000 մարդ։ Հայաստանի սահմանադրություն ունենալու եւ ունեցածը բարեփոխելու բոլոր հանրաքվեներից անկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում լեգիտիմ ճանաչվեց միայն 2003-ի մայիսի հանրաքվեն, որտեղ ժողովուրդը դեմ եղավ Ռոբերտ Քոչարյանի նախագծին։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Ավագանու թեկնածուների ցուցակը կգլխավորի կուսակցության հիմնադիր անդամ Քրիստ Հրաչիկի Մարուքյանը։ Հայտարարությունից հետո Քրիստ Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Այսօր կայացավ կուսակցության լոռու մարզային խորհրդի նիստը, որի օրակարգում թիմ ընտրությունների ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի որոշման հարցն էր։ Խորհրդի անդամների միաձայն որոշմամբ ավագանու թեկնածուների ցանկը կգլխավորի Քրիստ Հրաչիկի Մարուքյանը։ Վանաձոր քաղաքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը պատրաստվում է ներկայանալ ուժեղ թիմով եւ ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը։ Լուսավոր Հայաստան կուսակցության լոռու մարզային խորհրդի որոշմամբ Վանաձոր քաղաքում տեղի ունեցող կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրվել է Քրիստ Հրաչիկի Մարուքյանի թեկնածությունը, ում նաև անձնարարվել է մեկամսյա ժամկետում ձևավորել ավագանու թեկնածուների այն ցուցակը, որը ներկայացվելու է Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից։ Ներկաները ծանոթացան Քրիստ Մարուքյանի կենսագրությանը, որից հետո վերջինս հանդես եկավ ելույթով եւ պատասխանեց մեր հարցերին։ Շնորհակալություն, ես էլ եմ ողջունում բոլոր ներկաներին, շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, իմ գործընկերներին, որոնք նման որոշում են կայացրել եւ նման վստահություն են դրել իմ ուսերին, այսպես ասած, եւ այդ պատասխանատվությունը պատրաստում են որպես թիմ ստանձնել նաև քաղաքի կառավարման հետագա հաջողության դեպքում։ Ինչպես գիտեք, Վանաձորում եւ Գյումրիում այս անգամ ընտրությունները լինելու են կուսակցական ֆորմատով եւ կուսակցությունների ընտրապայքարում, այսպես ասած, մենք ունենալու ենք հաղթող կուսակցություն, որը ստանձնելու է Վանաձորի կառավարման պատասխանատվությունը։ Վանաձորի այսօրվա վիճակի պատասխանատուն, ինչպես գիտեք, բոլորիս հայտնի է, որ հանրապետական կուսակցությունն է եւ ըստ մեր ուսումնասիրությունների, մեր ունեցած վերլուծությունների եւ ունեցած հետազոտության արդյունքների, վանաձորցիները չեն պատրաստվում եւս 5 տարով թույլ տալ, որ նման կառավարման, անարդյունավետ կառավարման մոտեցումները շարունակվեն Վանաձորում։ Եվ Լուսավոր Հայաստան կուսակցությունը առաջիկայում պատրաստվում է ձևավորել այն թիմը, որով որ կմասնակցի ընտրություններին եւ կստանձնի այդ պատասխանատվությունը հաջողության դեպքում, որպեսզի ներդրվեն այն կառավարման արդյունավետ համակարգերը եւ այն մոտեցումները, որոնցով հնարավոր կլինի զարգացնել մեր միջավայրը։ Սովորենքով սահմանված ժամանակահատվածում պատրաստվում ենք ներկայացնել մեր տեսլականը քաղաքի զարգացման հետ կապված եւ այն թիմը, որով պատրաստվում ենք ստանձնել այդ պատասխանատվությունը։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ վստահության համար եւ թիմով նման պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության համար եւ ձեզ ներկաներից շնորհակալություն։ Քրիստ Մարուքյանը հանդիսանում է Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր անդամ։ Քրիստ Մարուքյանի կենսագրությունը, անցած ճանապարհը, Քրիստ Մարուքյանի գիտելիքները բավականաչափ են, որպեսզի
Քրիստ Մարուկյանը լինի Վանաձորի ապագա քաղաքապետը հենց միայն նրա համար, որովհետև նա հենց Քրիստ Մարուկյանն է եւ Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր անդամ է։ Եթե որոշ մարդիկ ասում են, որ Էդմոն Մարուկյանը փորձում է առաջ մղել իր եղբորը, ապա մենք դրան վերաբերում ենք ըմբռնումով եւ հասկանում ենք, որ դա քաղաքական մանիպուլյացիաների եւ այսպես սև PR-ի ոչ լավ հնարքներ կիրառելու մեթոդաբանություն է։ Դա ճիշտ կլիներ այն դեպքում, եթե Քրիստ Մարուկյանը չունենար այն ողջ պոտենցիալը եւ գիտելիքների այն ողջ պաշարը ու հմտությունները, որոնք որ նա այսօր ունի։ Մենք գիտենք, որ Հայաստանում շատ են դեպքերը, երբ որ որևէ պաշտոնյա իր եղբորը կամ իր ազգականին, որը բացարձակապես կոմպետենտ չի որևէ բնագավառում, ցանկանում է այո առաջ մղել։ Բայց դե մենք տեսնում ենք, որ կա մարդ, որը որ ունի գիտելիքներ, որը որ մրցունակ է եւ նա օգտագործելով իր սահմանադրական իրավունքները ցանկանում է ի նպաստ քաղաքին կիրառել այդ հնարավորությունները եւ կուսակցությունը գտնում է ճիշտ եւ համարում է, որ դա ամենից մրցունակ թեկնածուն է, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում եւ կուսակցությունը որևէ խնդիր չի տեսնում։ Եթե չլիներ նախնական վստահությունը, նախնական փորձի եւ պատկերացումների առումով ինչ որ բան, բացակայություն, ասենց ասած, այդ դեպքում կարելի էր մտածել, որ մենք անպատրաստ ենք մտնում ընտրապայքարի մեջ, բայց մեր պարագայում ունենալով նախկինում տարբեր ֆորմատներով ներգրավվածության փորձ, ունենալով 2012 թվականի հաջողությունը, չեմ կարծում, որ կլինեն այնպիսի անակնկալներ, որոնց պատրաստ չենք լինի։ Ամեն դեպքում դիմակայելու կամ պայքարի մեջ մտնելու կամ լարվածության աստիճանի հետ կապված մենք որևիցե կերպ չենք պատրաստվում դուրս գալ այն շրջանակներից օրենքի, թե մեր վարքագծի, այսպես ասած, մեր դրսևորած վարքագծի շրջանակներից, որով մենք ծանոթ ենք, մենք հայտնի ենք եղել այսքան ժամանակ եւ վստահություն չեմ պատկերացնում, որ ինչ-որ բան կարող է խանգարել process-ի ընթացքում։ Իսկ ում կամ քաղաքական որ ուժին է որպես մրցակից տեսնում Քրիստ Մարուկյանը եւ ինչպես է պատրաստվում դիմակայել վարչական ռեսուրսին։ Մենք մրցակից տեսնում ենք Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք մենք տեսել ենք այն մոտեցումները, այն կառավարման համակարգը, այն լուծումները, որոնք որ տեղի են ունեցել Վանաձորում։ Եվ այսօր ոչ մեկին պետք չէ մանրամասնորեն բացատրել, թե ինչ խնդիրներ կան, այսինքն ընդամենը քաղաք մտնող եւ դուրս եկող նույնիսկ հյուրը սկսում է հարցեր տալ, թե ինչու է այսինչ այսպես, այնինչ այնպես եւ այլն եւ այլն, այսինքն այդ առումով որևիցե փակ բան կամ փակ թեմա, այսպես ասած, գոյություն չունի։ Հետևաբար մեր պայքարը այս պահին տեղական մակարդակում փոխել այդ մոտեցումները եւ դրսևորել ցույց տալ նոր կառավարման մոտեցումներ, արդյունավետ լուծումներ կառավարման մեջ, որով որ հնարավոր կլինի արձանագրել զարգացում։ Հսկայական ռեսուրսների դեմ, քանի որ Վանաձորցին արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ նման գումարային, ժամանակավոր ինչ-որ մոտեցումներով կամ այսպես ասած գեղեցիկ փաթեթավորմամբ ինչ-որ բաներով չի տարվում եւ վերջում մնալով քվեախցում նա կատարում է իր ընտրությունը առանց որևիցե կաշկանդման կամ առանց որևիցե վերապահման, հետեւաբար չեմ կարծում, որ նման բաները մեծ ազդեցություն կթողնեն Վանաձորում։ Կփորձեն բնականաբար այն մոտեցումները, այն մեթոդները, որ կիրառել են նախկին ընտրությունների ընթացքում, կփորձեն կիրառել նաև այս ընթացքում։ Բայց չեմ կարծում, որ դրանք որևիցե արդյունավետություն ունեն, որովհետև Վանաձորցում հնարավոր չի ժամանակավոր ինչ-որ բաներով շեղել կամ մոլորեցնել կամ ուշադրությունը դարձնել ուրիշ բաների, ուրիշ հանգամանքների վրա, որոնք ավելի ոչ էական են, քան հիմնական խնդիրը, որը այսօր ունենք։ Ինչպես են պատրաստվում վերահսկել ընտրական բուն գործընթացը եւ բացառել ընտրախախտումներն ու այլ տիպի կեղծիքները։ Կազմակերպչական վերահսկման մեխանիզմների իմաստով ես եւս պետք է հողում կատարեմ մեր նախկինում ունեցած փորձին, դիտորդական առաքելություններում իրականացրած մեր աշխատանքներին, որը որ մենք կիրառել ենք 12 թվականին, յուրաքանչյուր տեղամասում ունենալով վստահված անձինք, վստահված անձանցից բացի ունենալով նաև արագարձագանքման խմբեր, որ այդ ամբողջ օրվա ընթացքում, ընտրությունների օրվա ընթացքում հնարավոր է եղել արձագանքել ցանկացած
վերահսկողությունից դուրս եկող իրավիճակներում, այսպես ասած։ Ըստ մեր տեղեկության, ընտրացուցակները արդեն հունիս ամսվա դրությամբ վերջնականացված եւ թարմացված են էլեկտրոնային շտեմարանի մեջ, բայց միևնույն ժամանակ մենք մեր թաղամասային պատասխանատուների միջոցով եւս պետք է որոշակի ուսումնասիրություն անցկացնենք եւ հնարավորինս զտենք բացակայող մարդկանց, հեռացած մարդկանց, մահացած մարդկանց հնարավորինս ցուցակներից մաքրելու նպատակով։ Մեկ ամսվա ընթացքում Քրիստ Մարուքյանին հանձնարարվել է ներկայացնել ավականու թեկնածուների ամբողջական ցուցակը, ինչ սկզբունքով է առաջնորդվելու այս ընտրության հարցում եւ ովքեր կլինեն այդ անհատները։ Մեծ հաշվով մեր թիմը գաղտնիք չի ու սա այն թիմն է, որը 2012 թվականին արձանագրել է հաջողություն եւ այդ թիմը այս տարիների ընթացքում ավելի ուժեղանալով, ավելի պրոցեսների մեջ ներգրավելով այսօր հանդես է գալիս որպես կուսակցություն ու որպես կուսակցություն հանդես գալով այս ընթացքում մեզ են միացել մեր տեսակը, ասենց ասած, ունեցող կամ ողջունող կամ նման մոտեցումներով առաջնորդվող, նման արժեքային համակարգով առաջնորդվող մարդիկ, որոնց հիմնական սկզբունքների մեջ է մտնում անկաշառությունը, արդարությունը, արդարամտությունը, այսինքն այն մոտեցումները, որոնցով հնարավոր կլինի կառավարել հանրային ռեսուրսը եւ չունենալ որևիցե խնդիր հանրային ռեսուրսի չարաշահման կամ անարդյունավետ վատնման կամ նման որևիցե այլ մոտեցումներ։ Հետևաբար այն թիմը, որը կներկայացվի ժամանակին սահմանված կարգով, դուք կտեսնեք, որ հիմնականում բաղկացած կլինի կայացած մարդկանցից, որոնք չունեն ինքնահաստատման խնդիր կամ ավականու անդամ դառնալու միջոցով կամ որևիցե, ասենք, հրապարակային ելույթ ունենալու միջոցով, հետևաբար դրանք կլինեն այն մարդկանց խումբը, որոնք պատրաստվում են մտնել աշխատանքի գործնական պրոցեսների մեջ, դրանով փոփոխություն մտցնելով ընդհանուր միջավայրի, քաղաքի կառավարման համակարգերի եւ մոտեցումների մեջ։ Լուսավոր Հայաստանը նորաստեղծ կուսակցություն է, ուստի հարց է առաջանում շեշտը հիմնականում դրվելու է կուսակցության, թե անհատների ունեցած հեղինակության վրա։ Նոր կուսակցություն է, բայց մեր պարագայում ինձ թվում է չկա նման տարանջատում Լուսավորի կամ Քրիստի կամ մյուս անդամների միջև, որովհետև մենք նմանատիպ կաշկանդվածություն չունենք ներկայանալու որպես Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ կամ Լուսավոր Հայաստանը ներկայացնելու։ Բավականին նոր կուսակցություն է, բան չկա ասելու այդ առումով, բայց այս կարճ ժամանակահատվածում այն մոտեցումներով, որով աշխատել է կուսակցությունը կամ այն որոշումների վրա, որ փորձել է ազդել ունենալով մի պատգամավոր դեռևս, որևիցե մեկիս մոտ չկա դրա համար ոչ ամաչելու, ոչ կաշկանդվելու, ոչ ինչ-որ բացատրություններ փնտրելու անհրաժեշտություն։ Հետևաբար, թե Լուսավոր Հայաստանի ունեցած վարկանիշով, թե մեր անհատական վարկանիշներով, որ յուրաքանչյուր մարդ իր հետ բերում է կուսակցություն, մենք կփորձենք համախմբենք այդ ռեսուրսը եւ այդ ռեսուրսով հանդես գալով ունենանք հաղթանակ։ Այսինքն կուսակցության առաջին քննությունն է լինելու այս առումով ընտրական գործընթացներում։ Այո, այդ առումով այո, կլինի եւ մենք պատրաստ ենք այդ քննությանը։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Քաղաքական ուժերի մեծամասնությունը մտադիր է մասնակցել Աշնանը, Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Մանրամասները Ազատություն TV-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութում են։ Իհարկե ժառանգությունը երկու տեղն էլ կարծում եմ մասնակցելով Քաղաքական ուժերից շատերն արդեն հայտարարում են, ակտիվորեն մասնակցելու են Աշնանը, Գյումրիում ու Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք ըստ էության կլինեն նոր սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի առաջին փորձաքարը։ Քաղաքապետերին, ինչպես Երևանում, այս համայնքներում այսուհետ եւս կնշանակի ավականին, որը կընտրվի 100%-անոց համամասնական ցուցակով։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Գյումրիում, որտեղ ամենաթեժ պայքարն է թերևս ակնկալվում, ընդդիմադիր քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար ոչ իշխանական ուժերը պետք է ընտրության գնան միասնական ցուցակով։ Իրական ընդդիմադիր միավորները պետք է ինչ-որ կենտրոնացված մասնակցություն ունենան, որը հնարավորություն կտա քաղաքացուն ակնհայտ կողմնորոշվել, թե դեպի որ կողմ իր վստահության քվեն տա։ Մարտիրոսյանի փոխանցմամբ դաշինքի ձևավորման համար ժառանգությունն արդեն բանակցում է նորաստեղծ գալակուսակցության եւ Գյումրիի ասպարեզ ակումբի հետ։ Պետք է հնարավորինս փորձենք ինչ-որ եզրեր գտնել եւ միասնական, այսպես ասեմ, ցուցակ ներկայացնել մեր քաղաքացիներին, որտեղ խնդիրը ոչ միայն
քաղաքապետի կամ առաջի համարի վերաբերվում, խնդիրը վերաբերում է ցուցակին, որտեղ սա ավականու ընտրություն է եւ շատ կարեւոր է թե ինչ թիմով ես ներկայանում։ Գյումրիի գալահեռուստաընկերության հիմնադիր համանուն կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը նույնպես կողմնակից է թիմ ընտրություններին ընդդիմադիր այլ ուժերի ու քաղաքասարակության համախմբմանը։ Ոչ միայն ժառանգությունից կան այլ կուսակցություններ, այս պահին գնում են բանակցություններ, մեր նպատակը համախմբելն է ընդդիմադիր ուժերին։ Իշխանության նպատակն է պառակտելը։ Եվ դրա համար հիմա տեսնենք այդ բանակցությունների արդյունքում վերջնական ինչ կունենանք մենք։ Քաղաքական ուժերի հետ Գյումրիի ավականու կազմում լինելուն դեմ չէ նաև Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Քաղաքասարակության ներկայացուցիչը նկատում է նոր ընտրական համակարգով քաղաքային իշխանությունը կենտրոնանալու է մեծամասնություն կազմող ավականու ձեռքում։ Ավականին ես բազմիցս ասել եմ ավելի կարևորում, քան թե համայնքապետի դիրքը, ավականին տեղական օրենսդիրն է եւ նա է լինելու թելադրողը, ով էլ լինի քաղաքապետ։ Հասկանալի է, եթե քեսից ավելի տեղերը ստանում է ինչ-որ մի դաշինք, ինչ-որ մի կուսակցություն, նա էլ թելադրելու է գործադիր կառավարումը քաղաքի։ Գյումրիի ավականու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են նաև Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Քաղաքացիական պայմանագիրը, Հայկական վերածնունդը, Լուսավոր Հայաստանը եւ Դաշնակցությունը։ Վերջինս անգամ նշել է, որ իր համամասնական ցուցակը կգլխավորի Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Գուրղինյանը։ Իշխող Հանրապետականն առայժմ չի հստակեցնում, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազատության հետ զրույցում չբացառեց անգամ գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ ու ԲՀԿ անդամ, ներկայումս անկուսակցական Սամվել Բալասանյանին սատարելու տարբերակը։ Հստակությունը լինում է այն դեպքում, երբ որ լինում է հայտարարություն։ Մենք հստակ մասնակցելու ենք, բայց հայտարարություն կլինի տեխնացիի հետ կապված։ Սամվել Բալասյանի համար չեք բացառում։ Որևէ մեկին չենք բացառում։ Սամվել Բալասանյանի տեխնացությունը պաշտպանելու տարբերակը չէր բացառել նաև վերջերս Գյումրի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Որոշում չունենք, քննարկենք, բայց կարող եմ ասել, որ գործող քաղաքապետից մենք գոհ ենք։ Գյումրու քաղաքապետի տեխնացության հարցում առայժմ հստակեցում չկա Բարգավաճ Հայաստանում։ Կուսակցության падգամավոր Միքայել Մելքումյանի փոխանցմամբ վերջնական որոշումը կկայացվի մարզային կառույցների հետ խորհրդակցելուց հետո։ Թիմ ընտրություններին բնականաբար Բարգավաճ Հայաստանը ակտիվ մասնակցելու է։ Հիմա թե որտեղ մենք որ տեխնացուին կդնենք, նախ եւ առաջ շատ կարեւոր ենք համարում տեղական կառույցի, մեր կուսակցական կառույցի կարծիքը։ Այսօր կայացած նիստի ընթացքում Լուսավոր Հայաստան կուսակցությունն էլ հայտարարել է, որ Վանաձորի քաղաքապետի իր տեխնացուն падգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանն է։ Նշված որոշումը Լուսավոր Հայաստան կուսակցության Լոռու մարզային խորհրդի կողմից ընդունվել է, ընդունելով տեխնացուի անցած ճանապարհը։ Խորհրդարանական ուժերից աշտանը կայանալիք թիմ ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ազատությանը տեղեկացրեց, որ հարցը դեռ քննարկվում է կուսակցությունում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վանաձորի տարածքային վարչության լուծարումից կարճ ժամանակ անց հիմնվել է նոր վարչություն։ Կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իրենք որևէ խնդիր չունեն եւ չեն ունեցել։ Իսկ կառույցի լուծարման որոշումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Կուսակիցները բաց քվեարկությամբ ընտրել են խորհրդի 9 անդամներին, որոնք էլ մի քանի օր անց կներկայացնեն վարչության նախագահի տեխնացուի անունը։ Մեկ ամիս առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության որոշմամբ լուծարվեց Վանաձորի տարածքային կազմակերպությունը, որը կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով զուտ քաղաքական որոշում էր եւ այն ապատեղեկատվությունը, թե իբր կուսակցության ներսում ճգնաժամ է, աղետալի վիճակ, չի համապատասխանում իրականությանը եւ նոր կազմակերպության հիմնադրումը նշված կեղծ հրապարակումներին տրված գործնական պատասխանն է։ Անդրադառնալով որոշմանը նա նշեց, որ կուսակցության վարչությունը դժգոհ է եղել տարածքային կազմակերպության գործունեությունից։ Կուսակցության անդամների մի մասին, նրանց, ովքեր ոչ թե նպաստել, այլ խոչընդոտել են կառույցի հզորացմանը, կուսակցությունից հեռացնելու հարց է դրվել, եւ նրանք, ովքեր իմացել են, որ հեռացման հարցը հենց իրենց է վերաբերում, նախօրոք դուրս են եկել քաղաքացիական պայմանագրից։ Որևէ մեկը կներեք այս արտահայտության համար մեզ հետ չպետք է մաֆիա խաղա, ով որ մեզ հետ կփորձի մաֆիա խաղալ, իր հետ տեղի կունենան, համենայն դեպս ինքը այլևս այս կուսակցությունում չի մնա։
Նորաստեղծ կազմակերպության խորհրդի 9 հոգանոց կազմում ընդգրկվելու համար առաջադրվել էին 11 թեկնածուներ, բաց քվեարկությամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուները ամբողջացրին խորհուրդը հետևյալ կազմով. Արամ Խաչատրյան, Բաբկեն Կարապետյան, Տիգրան Գյոքչակյան, Հասկանաս Հովանեսյան, Անդրեյ Ղուկասյան, Անի Ասատրյան, Անուշավան Խառատյան, Թագուհի Մկրտչյան եւ Սարգիս Բալյան։ Ընտրվեց նաեւ վերահսկիչը, որի պարտականություններն այսուհետ կստանձնի Նվարդ Ավետիսյանը։ Մինչև հուլիսի 6-ը խորհուրդը վարչությանը կներկայացնի տարածքային կազմակերպության նախագահի իրենց թեկնածուին։ Խնդրում եմ խորհրդի անդամները, ովքեր այստեղ են, ընտրված անդամները, մինչև չորեքշաբթի օրը նիստ գումարեն եւ ինձ ներկայացնեն թեկնածուին, որը կներկայացվի նաեւ վարչության նիստին։ Չորեքշաբթի օրը մինչև 6:30։ Բոլոր կուսակցությունների ծրագրերի գաղափարախոսությունը հրաշալի են։ Կետ չեն գտնի, որ ասենք վատ ինչ որ աստար կարող է թողա։ Իսկ շատ կարևոր է, թե ովքեր են այդ ներկայացնում այդ գաղափարախոսությունը։ Ես կուզենայի նշել քաղաքացիական պայմանագրի կուսակցության Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել։ Իրենք էլ ունեն շատ լուրջ եւ շատ այսպես լուրջ ճանապարհ են անցել։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք առաջ են քաշել մեկ ընդդիմության գաղափարը։ Այն ուժերը, ովքեր կկիսեն իրենց սահմանած օրակարգը, կարող են համագործակցել, իսկ մյուսների հետ քննարկումները բացառվում են։ Նա կոչ արեց օգնել իրենց կուսակցությանն ու տարածքային կազմակերպությանը առաջիկա ընտրություններին ներկայացնել հնարավորինս մարտունակ անձանցից բաղկացած ցուցակ, որպեսզի կարողանան շահել բնակիչների վստահությունը։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռու հեռուստաընկերություն։ Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակում է բակային հանդիպումները աշխատանքային հերթական այցելությանը նա հանդես է եկել կատարված աշխատանքների հաշվետվությամբ, լսել բնակիչների դժգոհությունները, պատասխանել նրանց հարցերին։ Եթե падգամավորն իրապես ցանկություն ունի արդյունավետ կերպով աշխատելու, պետք է հիմնականում գտնվի ազգային ժողովում, զբաղվի օրինաստեղծ գործունեությամբ եւ միևնույն ժամանակ հասանելի ու տեսանելի լինի քաղաքացիների համար։ Սա յուրատեսակ կարգախոս է դարձել ազգային ժողովի անկախ падգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համար։ Խոստումները նրա պարագայում տրվում են միմիայն իրականացնելու համար, այլ ոչ թե գրավիչ ու արդարամիտ երևալու դատարկ մոլուցքով։ Ավելի քան 4 տարիների ընթացքում Էդմոն Մարուքյանը կարողացել է հանդիպել հազարավոր քաղաքացիների հետ, լսել նրանց բողոքները, մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք էլ իր գործունեության հիմնաքարն են դարձել եւ օրենսդրական նախագծերի, ելույթների առաջնային թեման։ Վանաձորում գործող գրասենյակը, հանդիպումները, համացանցն իր հնարավորություններով, անգամ հեռախոսազրույցները բնակիչների համար ստեղծված հատուկ պայմաններն են, որ հաստատում են մարդու եւ քաղաքական գործչի նրա ազնիվ տեսակը։ Այս մերը վերի շենքն է, այս վիսոտի շենքն է։ Կարելի է երկու հատ լուսնել, լույսի ստոլբին էլ կա, պրոժեկտորն էլ կա։ Դուք ստեղ համատիրություն ունեք, համատիրությունը ո՞ր բան է։ Համատիրությունը ո՞նց եք աշխատում։ Համարը իրաց հետ չենք աշխատում, ոչ իրանք են մեզ նայում, մենք ոչ էլ մենք ենք իրաց նայում։ Բակային հերթական հանդիպմանը Էդմոն Մարուքյանի հետ զրուցեցին իրենց քաղաքից, իրենց հանրապետությունից հիասթափված ու հուսալքված քաղաքացիները։ Լուսավորության եւ խաղահրապարակների բացակայությունը նրանց ուզող առաջին ու միակ խնդիրը չէր։ Շենքերն են անմխիթար վիճակում, շքամուտքերն ու տանիքները։ Բակի ծայրամասում գտնվող Հայփոստի նախկին շենքը դարձել է քաղաքային զուգարան։ Դիմել են պատկան մարմիններին։ Շատ վատ կարգավիճակ է։ Տարել է քաղաքային տուալետ, առաջին հերթին։ Մասպետն ասել է մասնագետ է քաղաքապետը։ Մալինի քաղաքապետը, վերջապես այս քաղաքի շահերը պաշտպանի։ Նրանց մտահոգում է նաև իրենց խոսքով բանկային ողբերգությունը, կողոպուտ է ասում են, համատարած թալան, որին ճակերտավոր ասած զոհ են գնացել շատերը։ Էդմոն Մարուքյանը չի ժխտում, բանկային համակարգն իսկապես պատուհասել է մեր երկրին, որպես համատարած հիասթափության ու անվստահության հակակշիռ, անկախ падգամավորը եւս մեկ անգամ հորդորում է, հարկավոր է տեր կանգնել սեփական հայրենիքին, պաշտպանել իրավունքները եւ հավատալ, որ շատ ծաղիկներն ի վերջո մի օր կբերեն այդքան բաղձալի գարունը։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռու հեռուստաընկերություն։ Այժմ այն նորությունների մասին, որոնք առաջարկում ենք դիտել հաջորդ թիվ։ Տաշիր բարեգործական հիմնադրամը սննդամթերք է տրամադրել Վանաձորի բոլոր 20 նախակրթական ուսումնական հաստատություններին։ Լոռու մարզպետարանի դահլիճում նշվել է համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյակը։
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում կայացել է Եղիազար Մուրատյանի երկերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Բուդոշին Մարտարվեստի Ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը կազմակերպության մարզասրահում կայացած Սև գոտի առաջին դանի քննությունը հաջողությամբ են պսակել 4 սաներ։ Տաշիր բարեգործական հիմնադրամը սննդամթերք է տրամադրել Վանաձորի բոլոր 20 նախակրթական ուսումնական հաստատություններին։ Նրանց ցանկությունն է նախակրթարաններ հաճախող երեխաների սննդակարգը ավելի բազմազան ու սննդարար դարձնելը։ Ծրագիրը շարունակական է, առաջիկայում իրենց հասանելիք օժանդակությունը կստանան նաև Ալավերդու, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները։ Սննդամթերքով բեռնված մեքենաները մոտենում են Վանաձորի համար 3 դպրոցի հետնամուտքի դարպասներին։ Սա է այն վայրը, որտեղից բոլոր 20 նախակրթական ուսումնական հաստատությունները պետք է ստանան Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սննդամթերքը։ 1992 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է ավելի քան $100 միլիոն բարեգործական ծրագրեր։ Կարապետյանների ընտանիքի միջոցներով այս անգամ մեծ քանակությամբ ալյուր, ընդեղեն, բուսայուղ, քաղցրավենիք և այլ սննդատեսակներ գտան հասցեատերերին։ Թող այսպիսի լավ բաներ միշտ լինի, 2 ամիս կբավականացնի այս սննդամթերքը մեր երեխաներին, մենք բոլորս գոհ ենք։ Գովելի է ու կուզենանք, որ հաճախակի լինի։ Այսօր մեր նախակրթարանները կարիք ունեն այսպիսի բարեգործության։ Մանկապարտեզները միշտ ունեն հովանավորների կարիքը, աջակցությունը ու միքսել, որ ստանում ենք, շատ շնորհակալ ենք հանձինես պարոն Կարապետյանների ընտանիքի։ Բավականին օգնություն է երեխաներին, թող այս երեխաների օգնությունը իրանց վրա Աստված իրանց պահի, իրանց երեխաներին, բոլորին ու այսպիսի մարդիկ թող շատ լինեն։ Հայաստանի տարբեր մարզերում Տաշիր բարեգործականը շարունակում է կառուցել մանկապարտեզներ։ Այս գործընթացին զուգահեռ նախակրթարաններում երեխաների սնունդն առավել բազմազան դարձնելու նպատակով Կարապետյանների ընտանիքը տրամադրում է մեծ քանակությամբ սննդամթերք։ Թվով 7 տեսակ ապրանքատեսակ այսօր մենք ստացանք, առաջինը չէ, բարբերաբար հիմնադրամը մանկապարտեզներին տրամադրում է թե սնունդ, թե տարատեսակ նվերներ։ Այս տարի մոտ 120 տոննա սննդամթերք արդեն ստացել են Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի բոլոր մանկապարտեզները։ Պատգամավոր Կարեն Կարապետյանի օգնական Աղասի Հովհաննիսյանի խոսքով այնպիսի մթերքներ են տրամադրվել, որոնք ունեն բարձր կալորիականություն և պահպանման ժամկետները երկար են։ Պատգամավոր Կարեն Կարապետյանի սկսած ծրագրի շարունակությունն է, համաձայն որի մենք թիվ 32 ընտրատարածքի Տաշիրի, Ստեփանավանի և 32 ընտրատարածքում ընդգրկված Թումանյանի 9 համայնքների բոլոր մանկապարտեզներին այս օգնությունը հատկացրել ենք եւ հետո մտածեցինք, որ երևի Վանաձորից պետք է սկսվի, որովհետեւ գիտեք Վանաձորի մանկապարտեզներում այսօր այնքան երեխա է հաճախում, որքան մարզի մնացած 106 համայնքներում է։ Գործին մոտ կանգնած մարդները մենք գիտենք, թե դա ինչ ծախսեր են ներկայացնում, ուստի փորձեցինք այս օգնությամբ մի փոքր թեթևացնել բյուջեի բեռը։ Ծրագիրը շարունակական է եւ առաջիկայում նման աջակցություն կստանան նաեւ Ալավերդու, Գուգարքի եւ Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները։ Հերմինե Զարմանյան, Երենա Սաքանյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Լոռու մարզպետարանի դահլիճում նշվել է համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյակը միջոցառումների ընթացքում ներկայացվել են անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները, եղել են պարգևատրումներ։ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան 20 տարեկան է, այն ամփոփեց գործունեության արդյունքներն ու լսեց առաջարկներ, ստացավ շնորհավորանքներ։ 20 տարի քաղաքացիական հասարակության կառուցվածքում նվաճումներ, դասեր և հեռանկարներ մարզային համաժողովին մասնակցում էին ասոցիացիայի մարզային մասնաճյուղերի, այլ հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքական կուսակցությունների, թիմ կառույցների ներկայացուցիչներ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու նաև 2016 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին կազմակերպված կանանց լիդերության Լոռու մարզային դպրոցի մասնակիցները։ Մինչ համաժողովի բուն թեմային անցնելը ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների մարզային կենտրոնի ղեկավար Արմենուհի Գյուրեղյանը դասընթացի մասնակիցներին հանձնեց վկայականները։ Այնքան սահուն էր այդ դասընթացը, այնքան տեղին էր ու այնքան բովանդակալից էր, որ այնքան շատ կուզենայի, որ բոլոր ավականիները ներկա լինեին այնտեղ ու իմանային ինչ է սպասում իրենցից ինչ են տալու իրենք։ Եվ հիմա երբ տեսնում եմ
Համալսարանական կրթության կանանց ասոցիացիան 20 տարեկանը մտածում եմ, գուցե ժամանակն է ամուսնանալու, որ տղամարդիկ է կայնադրել այդ ասոցիացիան եւ մասնակցեն այս դասընթացներին։ Ասոցիացիայի նախագահին հատուկ շնորհակալություններ ուղարկենք, որովհետեւ որպես նախագահ եւ որպես իմ ղեկավար իր մոտ հաջողվեց ստեղծել հասարակական կազմակերպությունը եւ առաջ տանել ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ մենք գիտենք, որ իր գործունեության կապված ամբողջ աշխարհում շրջելով ինքը կարողացավ նաեւ իր փորձը, հեղինակությունը օգտագործել հասարակական կազմակերպության կայացման գործում։ Շատ գնահատում եմ այս կազմակերպության ավանդը մեր քաղաքացիական հասարակության զարգացման, կանանց կրթության հարցերում, շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որպեսզի այս գործունեությունը հարատևի եւ այն արդյունավետությունը, որ նա ակնկալում է հանրությունը, մշտապես ստանա այս կազմակերպությունից։ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների մարզային կենտրոնի ղեկավար Արմենուհի Գյուրեղյանը նախ ներկայացրեց ասոցիացիայի կառուցվածքը, այն ունի 31 մասնաճյուղ Երևանում եւ հանրապետության բոլոր մարզերում։ Այնուհետև նա ներկայացրեց ասոցիացիայի 20 տարվա գործունեության հիմնական ուղղություններն ու առանձին կառույցների կողմից իրականացված միջոցառումներն ու նախաձեռնությունները։ Խնդիր առաջացավ ինչ-որ կերպ համախմբել, ինչ-որ կերպ միավորել մտավոր ներուժ ունեցող կանանց, որոնք կմիանային, կմիավորվեին եւ կլծվեին երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը, ժողովրդավարական գործընթացների իրականացմանը եւ դրանով սոցիալական արդարության կայացմանը հաստատվանը մեր երկրում։ Հանրությունը կսովորի, հանրության ականջը եւ աչքը կսովորի որոշումների կայացման մակարդակում կանանց տեսնել, կանանց լսել եւ հետագայում արդեն իհարկե կգա մի ժամանակ, որ նման քվոտաների կարիքը միգուցե արդեն չի լինի։ Համաժողովը նպատակ ուներ ներկաների մոտ բարձրացնել կանանց ներուժի, նրանց գիտելիքների ու կարողությունների նկատմամբ վստահության մակարդակը։ Հնչեցված մտքերը յուրօրինակ կոչ էին հանրությանը առ այն, որ կանանց ներկայացվածությունը տիմերում կնպաստի համայնքների կառավարման մակարդակում ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը, բնակչության բոլոր խմբերի շահերի հաշվառմամբ։ Անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձառություն ունեցող կանանց մասնակցությունը կնպաստի համայնքների զարգացմանը եւ ողջ հասարակության առաջընթացին։ Համաժողովի մասնակիցները համոզված էին, որ տիմերում ընտրված կանանցից եւ տղամարդկանցից է մեծապես կախված մեր երկրի հետագա զարգացումը։ Շնորհավորում եմ, որովհետև 20 տարին ոչ շատ է, ոչ քիչ, բայց ես համոզված եմ, որ 20 տարում հսկա աշխատանք է իրականացվել։ Կանանց դերը հասարակական կյանքում, քաղաքացիական կյանքում մեզ համար շատ կարևոր է եւ բնականաբար նույնիսկ հետագա մեր աշխատանքային տարիները առանց ձեզ մենք պատկերացնել չենք կարողանում։ Համաժողովի վերջում ասոցիացիայի անդամները Լոռու մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի։ Հերմինե Զարմանյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։ Եղիազար Մուրադյանի երկերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը կայացել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում։ Մանրամասները տեսանյութում են։ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում կայացավ ուսուցչապետ, բանաստեղծ, գրականագետ, պատմաբան, լեզվաբան, հրապարակագիր Եղիազար Մուրադյանի երկերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուն կազմել, խմբագրել, ծանոթագրել, ինչպես նաև առաջաբանն է հեղինակել շնորհանդեսի բանախոս գրականագետ Արթուր Անդրանիկյանը։ Առաջին երկրորդ հատորներում ներառված են Եղիազար Մուրադյանի բանաստեղծությունները, հրապարակագրությունները, հռետորաբանությունը, ճարտասանական արվեստին նվիրված հոդվածներ։ Երրորդ հատորն ամբողջությամբ ընդգրկում է Մուրադյանի Արշակ երկրորդի եւ թագավորների քննադատականը, քննական պատմություն Արշակ երկրորդի եւ Անոր Պապ Որդվույն։ Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկավ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը։ Ինչով է կարևորում Եղիազար Մուրադյանը, ով անհայտ է ում անունը անհայտ է ընթերցող լայն շրջաններին։ Անհայտ է տարբեր պատճառներով, իսկ գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում չի հրատարակվել, իր կենդանության օրոք չի հրատարակվել, լրանում է նրա ծննդյան 175-ամյակը, բայց նա եղել է մեծ մանկավար, երախտավոր, ազգային գործիչ։ 1860-90-ական թվականների պոլսահայ գրական, մշակութային, քաղաքական ժամանակահատվածը բավականաչափ լուսաբանված է ոչ միայն հեղինակի ստեղծագործություններում, այլև գրականագետի մեկնաբանություններում։ Արթուր Անդրանիկյանից շուրջ 30 տարի պահանջվեց երազանքն իրականություն դարձնելու, Եղիազար Մուրադյանի աշխատանքներն իմի բերելու եւ եռահատորը լույս ընծայելու համար։ Խոսելով հեղինակի բազմաբնույթ գործունեությունից, Արթուր Անդրանիկյանը կարևորեց հատկապես այն փաստը, որ այդ գործունեությունը ծավալվում էր մի ժամանակաշրջանում, երբ կար հայապահպանության մեծ խնդիր։
Եղազար Մուրադյանը իմ նախապապն է։ Եղազար Մուրադյանի քույրը իմ տատիկի մայրն է։ Շուրջ 30 տարի ես հավաքել, աշխատել եմ եւ փայփայել եմ, որ մի երազանք եմ մեծ համար է, որ մի օր դա պետք է հրատարակեմ եւ հայ ժողովրդին վերադարձնեմ մի այնպիսի անհատի, որին շատերը ծանոթ չեն եւ որը եղել է հայ բանաստեղծության հիմնադրի Պետրոս Դուրյանի հայերենի եւ ֆրանսերենի ուսուցիչը։ Առաջիկայում գրականագետը պատրաստվում է հրատարակել քառահատորը, որտեղ կընդգրկվեն Եղիազար Մուրադյանի Ծաղիկ անվանումով դասագրքերը։ Ես վստահ եմ, որ մինչև տարեվերջ պետք է աշխատեմ անպայման տպագրեմ, որովհետև արդեն հետաքրքրությունը այնքան շատ է, որ արդեն նույնիսկ ուզում են տեխնացուական ատենախոհություն գրել Եղիազար Մուրադյանի մանկավարժական հայացքները։ Շատ եմ ցանկանում, որ գտնեմ պատմություն ընդհանուր ազգաց աշխատությունը։ Նա գրել է, վերջացրել է, ավարտել է դա, որովհետև Մակրուլյանց վարժարանում Արշակ Շոպանյանին դասավանդել է պատմություն ընդհանուր ազգաց առարկան։ Եղիազար Մուրադյանը ծնվել է 1841 թվականին։ Կյանքի 50 տարիների 30-ը զբաղվել է գրական գործունեությամբ Կոստանդնուպոլսում։ Կյանքի վերջին տարիներին հիմնադրել է Մուրադյան վարժարանը։ Ծավալել է մանկավարժական բուռնգործունեություն եւ դասավանդել այնպիսի արժանավորներին, ինչպիսիք են Արշակ Չոպանյանը, Պետրոս Դուրյանը, Հարություն Մրմրյանը։ Մահացել է 1891 թվականին, թաղվել է Կոստանդնուպոլսի Բերայի գերեզմանատանը։ Ես 2009 թվականին Եղապոլսում թաղվել է Բերայի գերեզմանատանը, չկարողացա այնտեղ գտնել իր շիրիմը, որտեղ այնտեղ կառուցված են հասարակական շինություններ։ Գրականագետը քաղաքի բոլոր գրադարանների նվիրեց Եղիազար Մուրադյանի երկերի եռահատոր ժողովածուն։ Հերմինե Այվազյան, Կամոծ Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ իմ գործընկեր Հերմինե Այվազյանի պատրաստած մարզական լուրին։ 2015 թվականի մայիսի 13-ին հիմնադրված Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիա հասարակական կազմակերպության մարզասրահում հայոց եռագույնը համբուրող այս տղաները Հայաստանի Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիայի սև գոտիների ընտանիքը համալրելուց առաջ ջերտվում են բարձր պահել սև գոտու պատիվը եւ արժանապատվորեն գրել այն։ Սև գոտի առաջին տանի քննության 4 հավակնորդները խոստացան ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել հանուն ազնիվ նպատակների, իշա հայրենիքի եւ մարտարվեստի բարօրության։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Աբրահամ Քահանա Մարտիրոսյանը քննությունից առաջ օրհնեց սաներին եւ մաղթեց հաջողություն։ Դուք կոչված եք ավելի մեծ պարապմունքներով, մեծ աշխատասիրությամբ, մեծ ջանասիրությամբ այս մարտարվեստի մեջ բարձրանալու։ Եվ վստահաբար ամենաաշխատասերները ձեզանից պետք է հասնեն այդ ճանապարհին։ Այս տարի Մարտարվեստի ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչման արժանավորներ եւս եղան իդեմս Քրիստ Մարուքյանի եւ Ռազմիկ Կիրակոսյանի։ Առաջի անգամը չէր, որ ներկայ եմ նման միջոցառման, մասնավորապես Սուրեն Օչինյանի կազմակերպված, միշտ տպավորություններս եղել են շատ դրական, շատ լուրջ, ոգեշնչող, մանավանդ այս փոքր միջոցառման մեջ, որտեղ տեսնում ենք, որ ավելի շատ բովանդակություն կա, քան ձև։ Ներկայումս Բուդոշին մարտարվեստով զբաղվում է 300 աշակերտ։ Նախորդ տարի Սև գոտի առաջին տան պաշտպանել է 5 սան։ Հաշվի առնելով սաներից Լևոն Պետրոսյանի հայոց բանակ զորակոչվելու հանգամանքը, այս տարի քննությունը անցկացվեց ժամկետից շուտ։ Այս տարի եւս ունենք 5 տեխնացուներ, բայց աղջիկ աշակերտուհի ունենք, մի քիչ առողջական պատճառներով հետ գծվեց իր քննությունը, բայց որպես զարգացում ես լուրջ բավարար եմ համարում, որ տարվա ընթացքում այսքան սև գոտիներ կարողանում են հասնել արդյունքի։ Ծրագրում ներառված էր Կիխուն, Կատա, Փունկայ, Մենամարտ, Տամաշիվարի։ Քննություն ընդունեց Բուդոշի մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Օչինյանը։ Բոլորը պաշտպանեցին միջինից բարձր գնահատականներ, 7-8, 7-9, դա նորմալ գնահատականներ են։ Այնպես որ ես գոհ եմ մարզիչներից, տարբեր շրջաններից երեխաներ կային, աստեղին Դիլիջանից, Ստեփանավանից, Վանաձորից աշակերտներ էին, որոնք բարձր պահեցին իրենց սենսեյների պատիվը եւ ֆեդերացիայի պատիվը։ Այս տարի Սև գոտու շեմը բարձր գնահատականներով հաղթահարեցին Հենզել Սարգսյանը, Լևոն Պետրոսյանը, Վահան Շարմազանյանը, Հովիկ Խանոմյանը։ 15-ամյա Հենզել Սարգսյանը 10 տարի զբաղվում է կարատեով, վստահեցրեց, որ կշարունակի ուսումն այս ուղղությամբ։ Մի այլ կարգի վեհություն եմ զգում այս գոտին, Սև գոտին կապելով, համոզված եմ սա ինձ շատ մեծ օգուտ կտա եւ ուսման մեջ եւ ընդհանրապես առօրյայում։ Քննությունը հաջողությամբ փսակելուց հետո սաները ստացան Բուդոշին մարտարվեստի Սև գոտի առաջին տանի վկայական։ Հերմինե Այվազյան, Կամոծ Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի հանրապետության տարածքում հուլիսի 9-ից 10-ը շրջանների մեծ մասում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 11-ի ցերեկը 12-ից 13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 7 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 20-ից 25 մետր/վայրկյանում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Սրանք էին շաբաթվա առավել կարևոր եւ հետաքրքիր իրադարձությունները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։